Հաստ թերթի տեղեկություններով իշխանությունները անհանգստացել են Սամվել Կարապետյանի դատարանից գրված նամակների հրապարակումից։ Դրանք փաստացի թե ծրագրային ելույթներ են, թե կոնկրետ մեսիջներ։ Թերթի տեղեկություններով որոշակի շրջանակների հատկապես ցավեցրել է երեկվա իր նամակում Սորոսին կոշտ անդրադարձը։ Կարապետյանը գրել էր փոքր խմբակի այլ երկրների ներքին գործերին իր հասարակական կազմակերպությունների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը։ Թերթի տեղեկություններով Փաշինյանը չափազանց մեծ անհանգստություններ ունի այն առումով, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել ընդդիմադիր դաշտի յուրատեսակ մերան, միավորելով հասարակության գերակշիռ մասին։ Փաշինյանը վախենում է, որ հայ առաքելական եկեղեցուն և Սամվել Կարապետյանին լոկալ պաշտպանելու գործընթացը կարող է վերաճել քաղաքական լուրջ պրոցեսների։ Ըստ այդմ նա հրահանգել է իր ավանգարդ ուժերին ու սատելիտներին, ինչպես նաև համապատասխան կառույցներին Կարապետյանին վարկաբեկելու ճանապարհին ամեն կերպ կեղտ բռնել նրա հետ կապված ընկերությունների, ինչպես նաև անհատների վրա, գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է. Սամվել Բաբայանն այս օրերին ակտիվ նախընտրական հանդիպումների մեջ է արցախցի հեղինակություն ունեցող տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ։ Թերթի տեղեկություններով նա որոշել է Փաշինյանին իրական ընդդիմություն դառնալ, քանի որ վերջինս չի բավարարել այն պահանջները, որոնք առաջ են քաշվել նրա կողմից, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը բանավոր դիմել է Ազգային ժողովրդի խորհրդի անդամներին, հորդորելով իր անձեռնմխելիությունից զրկելու հարցը շտաբ կարգով քննարկել։ Մինասյանը դիմելով խորհրդին նշել է, որ այս հարցը պետք է անհապաղ քննարկվի, որովհետև սա շոու է եւ հանրությանը պետք է ներկայացվի շատ շտաբ։ Մինասյանի հորդորին դեռևս չեն արձագանքել, թե երբ կքննարկեն հարցը, դեռևս պարզ չէ։ Թերթի տեղեկություններով դա կարող են անել հուլիսի սկզբին, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. շաբաթ օրը տեղի է ունեցել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հարսանիքը։ Միջոցառումն անցկացվել է աննախադեպ համեստ պայմաններում։ Ամենամոտ հարազատներն են միայն ներկա գտնվել։ Սա եղել է հարսնացուի ցանկությունը առանց ավելորդ աղմուկի, ճոխությունների։ Անգամ Գյումրիում քչերն են իմացել, որ Վարդան Ղուկասյանի աղջկա հարսանիքն է։ Հիշեցնենք տարիներ առաջ Վարդան Ղուկասյանի դստեր Մանիայի նշանադրության օրը նրա փեսացուին սպանված գտան։ Դեպքը տեղի է ունեցել 2012-ի ապրիլի 12-ին, երբ Վարդան Ղուկասյանը դեռ Գյումրու քաղաքապետն էր, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Պոլիտիկ EM կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը Աննա Հակոբյանին, պահանջում է, որ նա հերքի իր տարածած զրպարտչական կեղծ տեղեկությունները, ներողություն խնդրի եւ վճարի 2 միլիոն դրամ, գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անցկացվել է ակնհայտ սառնությամբ ու առանց հայ առաքելական եկեղեցու ներկայության։ Պոլսո հայոց պատրիարքարանը բացահայտորեն մերժել է Փաշինյանի հրավերը, չմասնակցելով նրա հետ հանդիպմանը ոչ հոգևորականների, ոչ էլ աշխարհիկ եկեղեցասեր ներկայացուցիչների մակարդակով, գրում է թերթը։